Հովհաննես Թումանյան Խաչատուր Աբովյան գրական ազգակցական կապն ու քաջերի կյանքից պատմվածքը բանաստեղծի ստեղծագործական ներաշխարհի շերտեր է բացում, ազգային ու անհատական կենսագրական էջերի պատմություն ամբողջացնում։ Չնայած բանաստեղծություններ գրում էր վաղ տարիքից, բայց իրեն գրեթե բացարձակ անգետ էր համարում, նույնիսկ գեղարվեստի և գրականության բնագավառում։ Արդեն 17 տարեկանում Մարոն պոեմը գրած հեղինակը հուշերում պատմում է. 18 տարեկան եմ դարձել և միայն մի քանի գիրք էր անցել ձեռքս, էն էլ մեծ մասամբ պատահմունքով։ Խոսքը վերաբերում է հյուսիսափայլ գրական գեղարվեստական ամսագրի մի քանի համարներին և Խաչատուր Աբովյանի վերք Հայաստանի վեպին։ Աբովյանի վերքը ոչ միայն դարձավ Թումանյանի բազմահազար գրքերի հավաքածու գրադարանի առաջին գրքերից մեկը, այլ նաև ներգործում խթան և ազդեցություն հետագա ստեղծագործությունների համար։ Թումանյան-Աբովյան գրական ազդեցությանն ու առնչությանը գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանը հավելում է նաև գրական ազգակցական կապը։ Հրանտ Մաթևոսյանի անվան մշակութային կենտրոնը և թանգարանը մի տեսակ անմահացած սրբերի ժամադրավայր է։ Տեսեք, մի կողմից Հրանտ Մաթևոսյան, մի կողմից Հովհաննես Թումանյան, մի կողմից Խաչատուր Աբովյան, այսպես որ շատ հեռու գնանք կհասնենք Նարեկացի, Խորենացի, հետ գանք ավելի կհասնենք Թումանյանի ժամանակակիցներին, նրանց հաջորդներին, վերջին շրջանի մեր մեծ գրողներին, այնպես որ այս տան խորհուրդը շատ մեծ է։ Խորհրդային ժամանակներում մեզ սովորեցնում էին, թե կան գրական ազդեցություններ, կան գրական կապեր և առնչություններ, դրանք իսկապես կան, բայց չէին խոսում գրական ազգակցության մասին, որովհետև տեսեք, ազգային գրականություն ստեղծած բոլոր համազգի գրողները ազգակցորեն շահկապված են իրար, ոչ միայն ծագումնաբանորեն ծննդաբանությամբ, այլև գեղարվեստական մտածողության յուրահատկություններով, այլև իրենց ստեղծած գեղարվեստի հիմքում դնելով ազգային մտածողությունն ու հոգեբանությունը, որով ձևավորվում է համամարտկայնությունը։ Այս տեսակետից պետք է դիտարկվեն հատկապես Թումանյանը և իր նախորդները։ Թումանյանի նախորդները պարզ է, Մովսես Խորենացին է, մեր ոսկեդարյան պատմագրությունն է, Գրիգոր Նարեկացին է, միջնադարյան մեր տաղերգուներն են, Սայաթ-Նովան է, Աբովյանն է, և Աբովյանի վրա այսօր կանգ առնենք ցույց տալու համար գրական ազգակցության այն դրսևորումները, որ մենք Թումանյանի ստեղծագործության մեջ տեսնում ենք իբրև Աբովյանին յուրացնելու արտահայտություն, Աբովյանին իրապես յուրացնելու արտահայտություն։ Եվ Հովհաննես Թումանյանն էլ ճիշտ ու ճիշտ հենց այդ ազգակցությունը կենսագործող, իրականացնող հզորագույն անհատականությունն է։ Թումանյանը շատ էր կապված Աբովյանի և նրա ստեղծագործությանը։ Թումանյանը մեծապես ազդվել էր և իր ստեղծագործական զարգացման վրա անմիջապես կրում էր Աբովյանի և նրա վերքի ազդեցությունը։ Թումանյանը, կարելի է ասել, որպես գրող ձևավորվել է հենց Խաչատուր Աբովյանի ազդեցությամբ։ Ինքը Թումանյանը մեր ամբողջ գրականությունը բաժանում էր երկու մեծ հոսքի։ Ասում էր, մենք ստեղծել ենք բնաշխարհիկ գրականություն և ստեղծել ենք տարաշխարհիկ գրականություն։ Բնաշխարհիկ գրականություն ստեղծողներն էին Աբովյանը, Պրոշյանը, Աղայանը, ինքը Թումանյանը, Ռաֆֆին և մյուսները։ Տարաշխարհիկ գրականություն ստեղծում էին, ասենք, հեռուներում ապրած և ստեղծագործած Մխիթարյան միաբանության խոշոր ներկայացուցիչները, Դորպատյան շրջանի մեր հեղինակները, պանդխտության մեջ ապրած և Հայաստանի կարոտով ստեղծագործած հեղինակները, ինչպես, ասենք, Ռափայել Պատկանյանը, ինչպես Ղևոն Դալիշյանը։
Թումանյանն ինքն է առաջին խոստովանողն ու գնահատողը եղել Աբովյանի եւ նրա ստեղծագործության ազդեցությանը իր եւ իր ստեղծած գործերի վրա։ Աբովյանի մեծ ազդեցության ներկայությունն իր կյանքի, գրական գործունեության եւ ստեղծագործական զարգացման վրա Թումանյանը հիմնավորել է տարբեր ժանրերի գործերում։ Թումանյանը մեկ Աբովյանի մասին կարելի ասել հայագիտական, պատմագիտական կարևոր ուսումնասիրություն է գրել։ Երևանի պատերազմը եւ Աբովյանի վերք Հայաստանին։ Գրել է տարբեր բնույթի հոդվածներ, օրինակ երկու մեծ թիվրիզեցիներ հոդվածում Սայաթնովային եւ Սունդուկյանին արժևորելիս երբեք չի մոռանում Խաչատուր Աբովյանին։ Եվ սկսել է Աբովյանի մասին գրել 1893 թվականին մի պատմվածքով, որը վերնագրել է Քաջերի կյանքից։ Քաջերի կյանքից պատմվածքն առաջին անգամ տպագրվել է Թիֆլիսում 1894 թվականին լույս տեսած Հորիզոն գրական հանդեսի առաջին գրքում։ Պատմվածքի ինքնագիրը չի պահպանվել։ Թումանյանը որպես բնաբան վերցրել է Աբովյանի վերքից H 206 հետևյալ հատվածը։ Քաջ լորեցիք էլ, որ իմացան, էլ դինջություն չունեին։ Սրանք էլ էին ուզում նրանց իրանց մեջը բերեն, պատիվ տան։ Մեկ ամսաչափ էլ էստեղ մնաց աղասին։ Թումանյանն այդ պատմվածքում նախ ներկայացնում է իր տոհմաբանությունը լորեցիների մեջ 10-րդ դարից ապրած Մամիկոնյաններին եւ Մամիկոնյանների թողած հիշատակները Լոռիում, ինչպես օրինակ Բարձրակաշ Սուրբ Գրիգոր եկեղեցին, ինչպես օրինակ Մամիկոնյան իշխանների դամբարանները, խաչեր, խաչքարեր եւ այլն։ Այս ամենի մեջ հիշում է նաեւ, որ ինքը հենց Մամիկոնյան տոհմից, իշխանական տոհմից սերված մեկն է։ Բայց այս պատմվածքում Թումանյանը հիշում է իր անմիջական նախորդներին, դրանցից մեկը Մեհրաբն է, Սարերի արծիվը, ինչպես ինքն էր ասում, Ղրղին կամ արծիվը, եւ հիշում է Օվագիմին կամ Հովակիմին այսօրվա հնչողությամբ։ Օվագիմ Յուզբաշին։ Այս Օվագիմ Յուզբաշին Աբովյանի վեպի հերոսներից մեկն է։ Հիշում է, որ Օվագիմ Յուզբաշին, ինչպես նաև Մեհրաբը, նրա հայրը, որ այս պատմվածքը գրելու շրջանում դեռևս ողջ է եղել, եւ շատ հետաքրքիր է, որ խառը ժամանակներ են եղել են ազգամիջյան կռիվներ, ցաքուցրիվ, անկազմակերպ, Հայաստանի վրա հարձակվել են էլ լեզգիներ, էլ հյուսիս կովկասյան վայրենի ցեղեր, բայց հիմա տեսեք ինչ է ասում Թումանյանը։ Ասում է, որ Լոռին եւ մանավանդ Դսեղը մի փոքրիկ զեյթուն էր, այսինքն ըմբոստ, ապստամբ եւ զեյթունի նման անընդհատ կարողացել է ապահովել տեղի հայերի եւ իրենց մոտ ապաստանած մարդկանց կյանքը եւ դա իրականացրել են միշտ Լոռվա քաջերը։ Եվ երբ որ Մեհրաբը իմանում է, որ Լոռվա սարերում է Աբովյանի աղասին եւ նրա մասին բոլոր Լոռի եկած մարդիկ պատմում են զանազան սխրագործություններ, աղասին իր դեմ կանգնած պարսիկներին ջարդուփշուր արեց, աղասին կարողացավ ջախջախել իր դեմ դուրս եկած պարսկական զորաբանակները, աղասին այսինչ ավազակներին պատժեց, աղասին այս արեց, աղասին այն արեց, պարզ է, որ աղասի քաջի համբավը տարածվում է, իսկ լորեցիք, որ քաջերի նկատմամբ հատուկ սեր ու հետաքրքրություն են ցուցաբերել, այն ժամանակ էլ, հիմա էլ, նրանց համար պատվարժան է հերոս մարդը եւ մանավանդ ազնիվ հերոսը, ոչ թե կողոպտիչը, թալանչին եւ այլն։ Երբ Աբովյանը 1826 թվականի հուլիսին Թիֆլիսից Էջմիածին էր վերադառնում, տեղի է ունենում պարսիկների ուխտադրուժ հարձակումը, սկսվում է պատերազմը, նա ճանապարհը շարունակելու հնարավորություն չունենալով մնում է Լոռիում մինչև հոկտեմբեր եւ դառնում պատերազմական գործողությունների ականատեսն ու մասնակիցը։
Այդ ժամանակ էլ նա տեսել է Մեհրաբ և Հովակիմ Թումանյաններին, թերևս նաև Հովանես Թումանյանի պապ Հովանեսին։ Իր վեպում վերքում լոռու քաջերի ու նրանց անօրինակ սխրագործությունների էպիկական նկարագրությունները պարզվում է ոչ թե վառ երևակայության, այլ անձնական ապրումների և տպավորությունների արդյունք են։ Պարզ է, որ Թումանյանի նախնիները Մեհրաբը և Հովակիմը անպայման ուզում են տեսնել աղասուն, այդ հերոսին, որպեսզի նրան արժանավայել ձևով մեծարեն։ Մեհրաբն ասում է՝ «Բերեք դրան մի ճակատիցը պաչեմ»։ Հրավիրում են աղասուն, որը ներկայանում է իր ընկերներով։ Աբովյանի կերպավորած աղասին ժողովրդական իրական ջուցազնական հերոս է։ Կարևոր մի անհատականություն, որի մասին ժողովուրդը երգեր է հյուսել և մեծարում են նրան ինչպես կարողանում է։ Հիմա էլ տեսեք, դսեղեցիները որոշել են արժանավորապես մեծարել Աբովյանի կերպավորած իրական հերոսին։ Դեպքերը տեղի են ունեցել 1820-ական թվականներին, բայց 90-ական թվականներին Հովանես Թումանյանն անձամբ ավագներից լսել է այս պատմությունները և գրել է, ստեղծելով կերպարներ, լոռեցի քաջերի կերպարներ, որոնց անունները միայն դժբախտաբար Թումանյանի այս ստեղծագործության մեջ են հիշվում և սրա առիթով են հիշվում նաև նրանց անունները պարունակող աղբյուրները։ Բայց այստեղ Թումանյանը ստեղծել է կոնկրետ մարդկային բնավորություններ և դրանց բարձրացրել գրական կերպարի աստիճանի։ Լոռվա տարածաշրջանում քիչ չէին, պակաս չէին աղասու նման քաջերը, այդ պատճառով էլ քաջի մեծարումը պիտի լիներ քաջերի մասնակցությամբ և ընկերակցությամբ։ Ղարաքիլիսու սարերից աղասին հրավիրվում է դսեղ, Մեհրաբ Յուզբաշին ուրախացած մարդիկ է ուղարկում, շրջակա տեղերի հայտնի նշանավոր քաջերին հրավիրում ու հավաքում դսեղում։ Հիշում եմ Վերանին, հիշում եմ Պրանին, հիշում եմ նաև ուրիշ լոռվա քաջերի անուններ, որոնք կարողացել են իրենց հեղինակությամբ պաշտպանել լոռվա բնաշխարհում, լոռվա ձորերում ապաստանած մարդկանց անվտանգությունն ու մարդկային իրավունքները։ Կայանում է սպասված հանդիպումը և աղասու մեծարումը։ Ընկերներից Թումանյանը պատմվածքում հիշում է միայն Կարոյին։ Մյուսները Վանոն, Վաթոն չեն հիշվում այս պատմվածքում։ Երջապես Աբովյանն ինքն էլ ասել է, թե աղասին 5 ընկեր ուներ, 4-ի անունը հիշում է, այն 5-րդի անունը մոռացել է, չի տվել ամբողջ վեպում։ Քաջին վայել մեծարումը Աբովյանի գովերգած աղասին է սա։ Այն ժամանակ դեռ վերքը գրված չէր, բայց աղասու հեղինակությունը թնդում էր, որովհետև սպանել էր Սարդարի ֆարաշներին, Արևանգումից փրկել էր համագյուղացի թագուհուն, այս պատճառով էլ ստիպված էր եղել ընկնել սարերը, փախչել, լինել Լոռիում, Փամբակում, որպեսզի պարսիկ հետապնդողներից կարողանա ազատվել։ Բայց այդ ընթացքում էլ իրեն չգտնելու պատճառով աղասու հորն էին բանտարկել և տեղավորել Երևանի բերդում։ Հիմա երբ որ սկսում են մեծարել աղասուն, սկսում են գովաբանել նրա քաջությունը, իմիջ այլոց այդ մրցումների ժամանակ աղասին նույնպես ներգրավվում է, ինքն էլ է մասնակցում հրացանաձգությանը և դիպուկ նշանառությամբ կարողանում է բոլոր նշանները խոցել։ Հենց այդ Պրան անունով լոռեցի քաջն է, որ ասում է բերեք խանչալը դնենք դիմաց, կրակենք խանչալի վրա, այնպես որ գյուլեն խանչալը 2 անի։ Դե լոռեցիք վիպական ժողովուրդ են, պատահական չէ, որ Թումանյանի ստեղծագործության մեջ լոռվա բնաշխարհը դևալ, դևբետ, խոլ հսկաներ հնոց աշխարհի, փախցրին բերին անառիկ լոռի, այս վիպական մտածողությունը, որ բնորոշ էր Հովանես Թումանյանին, գալիս է հենց այս միջավայրից։ Պատկերացրեք, որ մեծարում են աղասուն, թորչիներին ուղարկում են գետից ձուկ բռնելու, որսորդներին ուղարկում են երեներ խփելու և հյուրասիրությունը լինում է կատարյալ։ Ուրախության այդ միջոցին է, որ ծերունի Մեհրաբը
Թումանյանի մեծ պապը, ուզում էր օրհնել այն ծառը, որ աղասու նման բար է տվել, եւ հարցնում է. «Ոնց օգնեմ, աջողություն մաղթենք, թե ողորմաթասը խմենք»։ Հարցը դառնում է խոր տխրության պատճառ։ Կարոն աղասու գերներից, որ ուղեկցել են նրան, ասել է աղասու տխրության պատճառը։ Ասել է, չէ, աղասու հայրը ողջ է, ասում է, բայց Երևանի բերդումը ես իրա գերիա։ Ոնց թե վիրավորվում է ազնիվ քաջ լոռեցին, այս ամենից հետո, երբ որ իմանում են, թե աղասին իր հորը թողել է Երևանի բերդում եւ ինքը սարերում ազատման է գալիս, վիրավորվում են։ Քաջի վիրավորանք է սա։ Ասում է, իր հորը ես իրա թողել Երևանի բերդում, ինքը սարերում ազատման է գալիս, երնեք ասում է, իմացած չլնեի չկանչեի, հարամ լներ էս հացը, նույնիսկ այսպիսի խիստ ու կոպիտ արտահայտությամբ։ Բայց միևնույն է, Թումանյանը տեսեք, որ փորձել է իր պատմվածքում ներկայացնել Աբովյանի հերոսների ինքնությունը։ Աբովյանին վերաբերվող ուրիշ մի կարևոր ստեղծագործություն էլ է հիշում գրականագետ Սամվել Մուրադյանը։ Դա ամենքը միասին հոդվածն է, որտեղ Թումանյանը ներկայացնում է Վերք Հայաստանի վեպի հեղինակի արձանը կառուցելուն վերաբերող մի պատմություն, որն ըստ ամենայնի արտահայտում է գրական ազգակցական կապի անխզելիությունը։ Վերջերս ասում է մեր թերթերը, նկատի ունի իհարկե մշակ թերթը, լուր տարածեցին, թե մեծահարուստներին պիտի դիմենք, փող հավաքենք, որպեսզի կառուցենք Խաչատուր Աբովյանի արձան։ Սխալ է, ասում է, այդպես մտածելը, որովհետև դա թեկուզ նշանավոր մի մարդու արձան չէ։ Դա մեր ժողովրդի վերքոց սրտի արձանն է, որ պիտի կառուցենք ամենքս միասին, թեկուզ ամեն մեկը աստվածաշնչյան աղքատ այրի կնոջ լումայի չափ ներդրումով։ Ամեն մեկը իր կարողացածը պիտի տնի, եւ մենք պիտի ստեղծենք Աբովյանի արձանը այնտեղ Արարատյան դաշտում սերունդներին իտես, որպեսզի գան ու տեսնեն, թե քանի թուր կա ցցված նրա վերքոց սրտում։ Եվ տեսեք, որպեսզի կատարյալ լինի, մեր ժողովուրդը պարտավոր է մի այդպիսի արձան էլ կառուցել այնտեղ վանա ժայռերի բարձրության վրա, որպեսզի Հավիտյանս Հավիտենից հնչի ձայն հառաչանած հեծության սրտի ողբոց աղաղակի քեզ վերընծայեմ տեսողդ գաղտնյաց, որ կատարյալ լինի։ Այսինքն Աբովյանի արձան եւ Նարեկարծու արձան մեր ժողովուրդը պարտավոր է կառուցել սերունդներին իտես, որ երկուսն էլ Երևան, որովհետև նրանք երկուսն էլ մեր ժողովրդի հոգեմտավոր առաջնորդներն են եւ Թումանյանն էլ ազգակցությամբ նրանց հետ շահկապված, նրանց հաջորդն է, որ այդ հանճարեղ մեծերի հետ միասին մեր ժողովրդին պիտի ուղեկցի իր հավիտենական ճանապարհին։ Խաչատուր Աբովյանն իր հերոս Աղասու բերանով առաջին անգամ ըմբոստացման դրոշակ է պարզում ընդդեմ բռնության եւ իր Վերք Հայաստանիով աշխատում է ըմբոստացնել հայ ժողովրդին։ Այս գրքի մեջ են ամփոփված հայ ժողովրդի վերջին ժամանակների տանջանքներն ու տենչանքները եւ գաղտնիքն էլ հենց սրա մեջ է, որ նա մեզանում համարվում է մի սրբազան գիրք։ Հովհաննես Թումանյան